Արևցես, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրեցես ապրիլ 24-ին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրեցես ապրիլ 27-ին Ձիձեռնագապերտ։ Ապրիլի 24-ին ժամը 8:30-ին մինչև ժամը 10-ը կգազմագերբվի Ձիձեռնագապերտի հուշահամալիրի այցելուներու անվճար փոխադրում։ Լրության 100-ամյակը, երբ մարդկությունը աչք փակեց հայրու դեմ իրականացված ցեղասպանության վրա։ Եթե Բաքուն գյուղերը ոչնչացնելով վրեժ կլուծի արցախցիներեն, ուրեմն հերթով բոլոր բնակավայրերը պետք է ոչնչացնե։ Լիսակորի ղեկավար Կոնստանտինոպոլսո հայ համայնքը նշեց Սուրբ Զադիգի տոնը։ Նեմրութ Լերան արևածագը կհմայե այցելուներուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրե մասնակցելու 2025 թվականի ապրիլի 24-ին հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու ոգեկոչման արարողության միասին անցնելու եւ ձաղիկներ խոնարհելու անմար գրագի շուրջ։ Հավաքը դեղի կունենա ժամը 11:30-ին համալիրիգից, ուր գլա Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը, որոնց շուրջ հավաքվելով կսկսի երթը։ Հարկանքով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը կհրավիրեն ցես ներկա գտնվելու հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Արարողությունը տեղի կունենա Ձիձեռնագապերտի հուշահամալիրը 2025 թվականի ապրիլի 27-ին ժամը 12:30-ին այն պետություններու նկատմամբ, որոնք ճանաչել են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայրու ցեղասպանությունը։ 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ին մինչև ժամը 10-ը կգազմագերբվի Ձիձեռնագապերտի հուշահամալիրի այցելուներու անվճար փոխադրումը Հրաստան մարզադաշտին հարագից տարածքեն։ Փոխադրումը կիրականացվի ողջ օրվա ընթացքին, որբեսի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան այցելել Ձիձեռնագապերտ եւ իրենց հարկանքի դուր կմատուցել 1915-ի Օսմանյան Թուրքիո կողմէ հայրու դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Հայրու դեմ իրականացված ցեղասպանությունը իր գդարման բահուն մեծ արձական կստացել էր միջազգային հանրության կողմեն։ Աշխարհի բազմաթիվ թերթեր, ամսագրեր, գիրքեր եւ հուշագրություններ կլուսաբանեին այս սարսափելի իրադարձությունները։ Օրինակ, Արևելքի հիմնադրամը Nearest Foundation հանդես կուքար մամուլի միջոցով բարձրացնելով հայ ժողովրդի գրած դարաբանքներու մասին եւ կփորձեր դրամահավաք կազմակերպել որբացած երեխաներու ու փրկվածներու համար։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ավարտեն վերջ 20-րդ դարու առաջին կեսին ցեղասպանության նյութը գրեթե վերացավ համաշխարհային մամուլի օրագարկեն։ Լայնածավալ լուսաբանումը վերսկսավ միայն 20-րդ դարու վերջին քառորդին, 1970-ականներուն վերջը սկսած շարունակվելով մինչև մեր օրերը։ Ցեղասպանության դարիներուն ու անոր հաջորդած շրջանին 100 հազարավոր հայ որբեր ենթարկվել են դաժան վերաբերմունքի։ Անոնց մեջ շատերը բռնի գերբով վերցվել են թրքական կամ քրդական ընտանիքներու կողմեն, ուր անոնց ստիպեր են հրաժարվել քրիստոնեական հավատքեն, ընդունել իսլամ եւ մոռնալ իրենց հայկական ինքնությունը։ Ոմանք կբահվեին որբանոցներու անմարդկային պայմաններուն մեջ, իսկ ուրիշներ ուղղակի կվաճառվեին ստրգության։ Այս բոլորը խորաբես աստեր է ողջ մնացածներուն վրա։ Անոնց մեջ շատերը կյանքի ընթացքին գրեր են ինչպես մարմնական, այնպես էլ հոգեբանական ծանր հետևանքներ։ Ցուլման եւ ազգային ինքնության գորուստը դարձել են անչնչելի սպի ողջ հայության հավաքական հիշողության մեջ։ Այսօր, երբ աշխարհի դարբեր անկյուններուն մեջ հայերը կշարունակեն պայքարել պատմական արդարության համար, այդ որբերու լուր վիշտը կմնա որպես հիշեցում, թե ինչ չափերու կարող է հասնել մարդկային անդարբերությունը։ Ադրբեջանը բռնակրաված Արցախի մեջ հիմնովին ոչնչացուցել է Շուշիի շրջանի Լիսակոր գյուղը բոլոր դուներով ու պատմական հուշարձաններով հավասարացնելով հողին։ Լիսակորի մեջ Ադրբեջանը կառուցել է շինություններ, հավանաբար անոնք ռազմական կառույցներ են։ Լիսակորի գյուղապետ Նասիպյանի խոսքով Լիսակորը իր տարածքով ու դիրքով շատ հարմար է, կարելի է ասել Արցախի ամենաբարձր դիրք ունեցող գյուղերեն է։ Բնական է, եթե գյուղն իր դիրքով լավ է, դեղը բարենպաստ, նախընտրել են ճիշտ այնտեղ իրենց ծրագիրներ իրականացնելու, հատկապես եթե այդ ծրագրերը ռազմական բնույթ կգրեն։ Արցախյան բոլոր պատերազմներուն, նաև 2022 թվականի շրջափակման ժամանակ, ինչպես Լիսակորի, այնպես էլ Արցախի մյուս բնակավայրերու բնակիչները հերոսական պայքար մղել են։ Եթե Ադրբեջանը մեր գյուղերը ոչնչացնելով վրեժ կլուծի արցախցիներեն իրենց պայքարին համար, ուրեմն հերթով բոլոր բնակավայրերը պետք է ոչնչացնի։ Լիսակորի մեջ եկեղեցի չկար, բայց մեր համայնքին մեջ կար։ Բնակիչները այնտեղ գայցել էին արարողություններուն կմասնակցեին։
իր հետ զրույցին նշեց Նասիպյանը։ 2023 թվականի սեպտեմբեր 19-20 Ադրբեջանը պատերազմը սկսավ Արցախի ու անոր խաղաղ բնակիչներու նկատմամբ։ Հաշված օրերու ընթացքին ցեղասպանության վտանգի ներքո արցախահայերը բռնի դեղահանվեցան իրենց փնորանեն, որմե վերջ Ադրբեջանը սկսավ Արցախի հայկականությունը չնչելու քաղաքականություն։ Այս պահուն Արցախի մեջ ադրբեջանական ոչնչացումի հետևանքով գոչնչանան եկեղեցիներ, հուշարձաններ, պատմական շենք-շինություններ, նույնիսկ գերեզմանոցներ։ Ապրիլ 20-ին Կոստանդնուպոլսո հայ համայնքը նշեց Սուրբ Զադիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Հավատացյալ հայերը հավաքված էին Սուրբ Պողոս եկեղեցին մեջ մասնակցելու սրբազան պատարագին, որը կազմակերպված էր տոնական բարձր դրամատրությամբ։ Չնայած Թուրքիո կողմէ բռնակրաված Արևմտյան Հայաստանի տարածքը հայերու համայնքային կյանքին վերաբերող բազմաթիվ դժվարություններուն, Կոստանդնուպոլսո հայերը կշարունակեն պահպանել իրենց հավատքը, լեզուն ու ավանդույթները անցնող սերունդներուն փոխանցելով ազգային ինքնության կենսական ուժը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկին մեջ ընդգրկված Նեմրութ լերան վերին քակաթեն բացվող արևածագը կշարունակե հիացնել բոլոր այցելուներուն։ Վերջին օրերուն պատմական Արևմտյան Հայաստանի սրդին մեջ գտնվող այս լերը գրգին մարտաշատ էր։ Դեղացիները եւ զբոսաշրջիկները առավոտ շուտ կհավաքվին այստեղ վայելելու արևի առաջին ջարակայտները։ Աթիաման նահանգի Կահտա շրջանը գտնվող Նեմրութ լերը պատմականորեն եղած է հայոց հող։ Այստեղ կգտնվին շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող քանդակներ եւ արքայական թամփարաններ։ Այսօր ալ այստեղ կսկացվի այդ տարերու շունչը։ Զբոսաշրջիկները լուսապացին կբարձանան լերը այս պատմական միջավայրին ականատես լալու արևածագի հմայիչ բահուն։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։